Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք կրկին եթերում ենք։ Այս վերջին երկու շաբաթը, որ International Academy of Sciences կազմակերպության հրավերով ես գտնվում էի Լոս Անջելեսում, մեր հաղորդումները նվիրված էին Տիգրան Մեծին եւ ինչպես պայմանավորվել էինք, առաջին շաբաթը դուք դիտեցիք Տիգրան Մեծ հայրենապաշտ տիրակալը, փաստագրական, գիտահանրամատչելի ուսումնական ֆիլմը, եւ երկրորդ շաբաթը, որը տրամաբանական շարունակությունն էր, մենք դիտեցինք ձեր հետ միասին Արցախի Տիգրանակերտի պեղումների մասին շատ կարևոր մի հաղորդում, որը շնորհակալությամբ պիտի նշեմ, որ իմ գործընկեր պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Համլետ Պետրոսյանն էր վարում, ինքը հենց Տիգրանակերտի պեղումների, Արցախի Տիգրանակերտի պեղումների ղեկավարն է եւ կարծում եմ այս երկու շաբաթների ընթացքում համայն հայությունը աշխարհում առիթ ունեցավ շատ մոտիկից առնչվելու Տիգրանյան դարաշրջանի հարցադրումներին, խնդիրներին եւ մենք բազմաթիվ հարցեր ունեցանք նաեւ այս կապակցությամբ։ Ես հաջորդ հաղորդմանը եւս կանդրադառնամ այդ հարցերին։ Ամենաշատ կրկնված 3 հարցի պարզապես այսօր ես անդրադառնամ եւ մենք շարունակենք խոստացված թեման, քանի որ ինչպես հունվարին խոստացել էի, այսօրվա մեր թեման պետք է նվիրված լինի հայ ժողովրդի ծագման հիմնախնդրին եւ մինչեւ դրան անդրադառնալը ամենաշատ մեզ ստացած հարցերին անդրադառնամ, որը մենք ստանում ենք եւ հեռախոսահամարներով, որ տեսնում եք ձեր էկրանին, եւ ստանում ենք նաեւ պատմաբան @yahoo.com էլեկտրոնային փոստի հասցեով։ Ուրեմն ամենատարածված հարցերից մեկը, որ շատ գրել էին, ինչպես կարող ենք ձեռք բերել ֆիլմը օրիգինալ, այսպես DVD-ին, ասեմ, որ ցավոք սրտի այս պահին միայն դա Ամերիկայի մեր ընկերներից Տիգրան Կիրվանյանն է թողարկումը կազմակերպել գտակ վիդեոյի ուրեմն տնօրենը, որը դուք կարող եք ձեռք բերել մեր Լոս Անջելեսում գտնվող մեր հայրենակիցները կարող են ձեռք բերել այնտեղի ուրեմն DVD-ների խանութներից, նաև գրախանութներից կամ ուղղակի զանգահարելով իրեն 818 427 4060 հեռախոսահամարով Տիգրան Կիրվանյանին Հայաստանում եւ Սփյուռքի մյուս կենտրոններում մեծ այսպես ծավալով տպագրությունը մենք բանակցությունների մեջ ենք, թերևս առաջիկայում կունենանք առիթը ձեզ տեղեկացնելու այդ մասին։ Երկրորդ շատ քանակությամբ ամենամեծ քանակությունը հարցերի, որ եղել է, դա Տիգրանակերտներին է վերաբերում եւ քանի Տիգրանակերտ է եղել եւ քանիսն են հայտնաբերված։ Ֆիլմում այդ դրվագը կար եւ որպեսզի ավելի տեսանելի լինի հեռուստադիտողին, հատուկ մենք քարտեզի վրա էինք ներկայացրել։ Մայրաքաղաք Տիգրանակերտը բավականին մեծ չափով Տիգրանյան դրամներն ենք տեղադրել եւ 7 քաղաք կա հիմնված Տիգրան Մեծի կողմից, նրա անունը կրող եւ հիշում եք ֆիլմից այդ դրվագը ներեցեք ասեմ, որ հայտնաբերված լինելու առումով Մայրաքաղաք Տիգրանակերտի ավերակները կան այսօր Վանալիճից հարավ-արևմուտք, Սիլվան քաղաքն է այսօրվա փոքր քաղաք է եւ ինքս անցած տարի մայիս ամսին երբ որ եղա շատ ցավով տեսա, որ սքանչելի Մայրաքաղաքից մնացած բեկորները, որ մինչ այդ գրքերում էի տեսել սև-սպիտակ հին լուսանկարները, հատկապես 1898-99 թվականների Լեհման Հաուպտի եւ Բելքի արշավախմբի կատարած պեղումների հրապարակումների նկարներից հսկայական հատված է պահպանվել, բայց շատ ցավալի վիճակում է գտնվում, որովհետեւ հսկայական սրբատաշ քարերով կառուցված, այսպես մարմար հիշեցնող սպիտակավուն քարերով կառուցված այդ սքանչելի ամրոցը մեկ էլ տեսնում ես շարունակությունը ամրոցի այսպես փոքր ինչ որ կրաշ աղախով, ինչ որ տնակներ են, հյուղակներ են սարքել եւ այսօր դրա մեջ ապրում են։ Հիմնականում քրդեր եւ հնավայրի տարածքում պատկերացրեք, որ այսպես շատ խղճուկ ինչ որ տնակներ են սարքվել, որ ամբողջությամբ խեղվում է ճարտարապետական այդ սքանչելի հուշարձանի տեսքը եւ մեր կարևոր խնդիրներից մեկը նաև պետք է լինի այսպես միջազգային ուշադրություն հրավիրել, ասենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ
համարժեք կազմակերպությունների, որովհետև մայրաքաղաք Տիգրանակերտը այսօր գտնվում է խայտառակ, ուղղակի բառիս բուն իմաստով խայտառակ վիճակի մեջ։ Այնուհետև մենք ունենք մայրաքաղաք Տիգրանակերտից դեպի հարավ-արևմուտք գտնվող Տիգրանակերտերից մեկը, որ ֆիլմում հիշում եք քարտեզի վրա կար, նա այսօր Թել Էրմենի հնավայրն է, եւ այսօրվա Հայաստանի տարածքում, այսինքն այսպես ասենք, մեր ազատագրված տարածքներում բարեբախտաբար բացվեց Արցախի Տիգրանակերտը, Ուտիքի Տիգրանակերտը չի բացվել նաև Տիգրանավանը, որը Նախիջևանի տարածքում է գտնվում, ցավոք սրտի մենք հնարավորություն չունենք այնտեղ պեղումներ կատարելու, այսինքն եթե հարցին ամփոփ պատասխանելու լինենք, 7 Տիգրանակերտներից մեկի ավերակները այսօր բաց են եւ շատ անմխիթար վիճակում մայրաքաղաք Տիգրանակերտի, պեղումներ են կատարվում միայն Արցախի Տիգրանակերտում եւ շնորհիվ սա ուղղակի պետք է հատուկ այսպես շեշտադրել հայկական զինուժի հերոսական գործողությունների 1990-94 թվերին մղված մեր պատերազմի արդյունքում ազատագրված տարածքներում եւ այսօր քանի որ այս տարածքները վերահսկվում են հայկական զորքերի կողմից, բնականաբար մենք ունենք հնարավորություն պեղումները շարունակելու։ Եվ երրորդ հարցը Տիգրան Մեծի որդիների դավաճանությանն էր վերաբերում, մի քիչ մեր ունեցած տեղեկությունները պիտի ասեմ բավականին սուղ են։ Խնդիրն այն է, որ հունահռոմեական աղբյուրներից են մեր ունեցած տեղեկությունները եւ վերաբերում են Տիգրան Մեծի 3 որդիներին։ Առաջինը Զարեհն էր։ Զարեհը, որը Քրիստոսից առաջ 73 կամ 72 թվականին ըմբոստացավ հորդեմ եւ ըմբոստությունը ճնշվեց իհարկե։ Որդին նաև մահապատժի ենթարկվեց դավաճանության պատճառով։ Մեզ հասել է մի դրամ, շատ նման, ամեն ինչով նման Տիգրան Մեծի դրամին, որի վրա մակագրությունը արքայից արքա Տիգրանի փոխարեն մակագրված է արքայից արքա Զարեհի։ Եվ այստեղ իհարկե մենք որոշակիորեն տեսնում ենք, որ եղել է հռչակում, նույնիսկ կարճ ինչ-որ մի ժամանակ հասցրել են նաև դրամ հատել։ Որն է ապստամբության իրական պատճառը մենք չենք կարող ասել։ Երկրորդ որդին, որի անունը մեզ չի հասել, ըստ հունահռոմեական աղբյուրների նա ևս ապստամբել էր, բայց նրա ապստամբության պատճառը ընդհանրապես երբ որ կարդում ես նույնիսկ ծիծաղելի է։ Եվ անկեղծ ասեմ, ինձ օրինակ վստահություն չի ներշնչում։ Պատմությունը այսպիսին է, իբր թե անտառով գնում էին եւ Տիգրան Մեծը հանկարծ գլորվեց, ընկավ ձիու վրայից, թագնել գլորվեց, գլխից ընկավ, երկրորդ որդին վազելով գնաց թագը վերցրեց դրեց իր գլխին, Տիգրան Մեծն էլ խիստ զայրացած, որ փոխանակ իրեն օգնի բարձրացնի, թագը վերցրեց դրեց իր գլխին, մահապատժի հրաման տվեց։ Սա առնվազն ծիծաղելի է, այնքան ծիծաղելի, ինչպես ասենք, հիշում եք, Տիգրանակերտի ճակատամարտում, թե իբր հայկական զորքը 150,000 զոհ է տվել, հռոմեացիները ընդամենը 5 հոգի, կամ Արածանի խայտառակ պարտությունը իրենք արդարացնում են ասելով, թե իբր եղանակը ցուրտ էր, հռոմեացիներն էլ կարոտել էին հայրենիքը, շրջվեցին, գնացին իրենց տուն, երբ որ խայտառակ պարտություն էին կրել։ Ինչի համար եմ ասում ծիծաղելի է, որովհետև տեսեք, նախ բնականաբար անտառով ուղակի գնում էին։ Ուղակի արշավանքների ժամանակ որպես օրինաչափություն թագավորները թագ չեն կրում։ Դա հանդիսավոր արարողություններ են, զորավարական, այսպես սաղավարտներ են կրում։ Երկրորդը Տիգրան Մեծը մարդ էր, որ այսպես փոքր հասակից, երևի 3-4 տարեկան հասակից զինավարժությունների մեջ էր եղել եւ ծիծաղելի է Տիգրան Մեծի ընկնելու մասին պատմությունը։ Երրորդը, որ առավել անհավանական է հռոմեացի պատմիչների հորինած այս պատմությունը, ոնց կարող էր վերջին հաշվով որևէ մարդ հայրը իր որդուն նման մի այսպես անհեթեթ պատճառի համար մահապատժի ենթարկի։ Այսինքն եւ մյուսը ինչի չի նշվում նրա անունը։ Այստեղ տպավորությունը այն է, որ հռոմեացի պատմագիրները փորձել են Տիգրան Մեծ այսպես բռնակալի կերպար ներկայացնել եւ դրանով արդարացնել իրենց զորքերի գործողությունները եւ ուղակի հորինված դրվագ սա պետք է լինի։ Եվ երրորդ որդու մասին, Տիգրան կրտսերի մասին մենք իհարկե անհամեմատ ավելի տեղեկացված ենք, գիտենք, որ երբ որ
67 թվականին պատրաստվում էին Տիգրան Մեծը եւ Միհրդադ Եվպատորը նոր արշավանք սկսել Հռոմի դեմ, այդ ժամանակ ըմբոս ստացավ նրա որդին։ Ցավոք սրտի պիտի ասեմ, որ այստեղ եւս հիմնականում ենթադրությունների շրջանակում են, որն է իրական նրա ըմբոստանալու պատճառը մենք չունենք հստակ։ Կա այսպիսի բացատրություն, որ հռոմեական պատմիչներից է գալիս եւ շատ կարող եք հանդիպել, թե իբր Միհրդադ Եվպատորը ինքն էր հրահրում Տիգրան կրտսերին եւ ենթադրվում է, որ Տիգրան կրտսերը պետք է լիներ նրա թոռը, այսինքն նրա դուստր Կլեոպատրայից ծնված որդին։ Սակայն սա քիչ հավանական է, որովհետեւ պատմությունից գիտեք, որ Միհրդադ Եվպատորը, երբ որ 71 թվականին Քրիստոսից առաջ պարտություն կրեց հռոմեացիներից, մինչև 67 թվականն էլ հետը Տիգրան Մեծի հույսին էր ապրում։ Եվ մտածել, որ Միհրդադ Եվպատորը կտրում է այն ճյուղը, որի վրա ինքն է նստած, սա, ինչ ասեմ, մի քիչ հավանական չի, մեղմ ասած։ Կա նաև այլ բացատրություն, որ Տիգրան Մեծի դեռևս պարթևական պատանդության ժամանակ ծնված որդիներից էր Տիգրան կրտսերը եւ կարող էր նա ապստամբել այն պատճառով, որ Տիգրան Մեծը թագավոր էր հռչակել, թագաժառանգ էր հռչակել ոչ թե իրեն ավակության իրավունքը իրեն էր պատկանում, այլ Կլեոպատրայից ծնված Միհրդադ Եվպատորի թոռանը։ Այսինքն ավակության ժառանգորդության խնդիրը կարող է լինել։ Սա մի բացատրություն է, որը ժամանակակից պատմագրության մեջ է հայտնվել։ Մեկ ուրիշ բացատրություն եւս կա, որ հիշում եք ճակատագրական այն պահը, երբ որ Տիգրան Մեծը պարզապես կանգնած էր երկընտրանքի առաջ, շարունակել պատերազմը հանուն տիրակալի իր փառքի, բայց դրանով կարող էր վտանգել հայրենիքի ապագան, թե հրաժարվել նվաճումներից եւ ամբողջական պահպանել հայրենիքը։ Ինքը գնաց երկրորդ տարբերակին, հրաժարվեց ամբողջ նվաճումներից, ամբողջական պահպանեց մեծ հայքի թագավորությունը։ Կարծիք կա, որ սա նորից մեր ժամանակակից պատմագրության մեջ հայտնված կարծիք է, որ Տիգրան կրտսերի ապստամբության պատճառը Տիգրան կրտսերը ներկայացնում էր հայկական ազնվականության այն հոսանքը, ղեկավարում էր հայկական ազնվականության այն հոսանքը, որը գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև վերջ։ Եվ այստեղ այս բախումը, սակայն սա եւս, ինչ ասեմ, կարելի է քննադատել բազմաթիվ կետերում։ Ես ուղղակի ներկայացնում եմ տեսակետները եւ ցավոք սրտի պետք է ասել, որ Տիգրանի 3 որդիների մասին մեզ հասած տեղեկությունները, փաստորեն երկրորդը ընդհանրապես շատ այսպես անհիմն հեղեղուկ մի բան է եւ երկրորդ որդու անունը անգամ մեզ հայտնի չի եւ նաեւ տպավորությունը այնպեսին է, որ սա հորինված պատմություն է հռոմեացի պատմիչների կողմից, իսկ առաջին եւ Զարեհի եւ Տիգրան կրտսերի ապստամբությունների մասին պատմությունները ցավոք սրտի մեզ հասել են բավականին այսպես կծկտուր եւ թույլ չեն տալիս մինչև վերջ հասկանալու այդ ապստամբությունների պատճառները։ Եթե այսքանը մոտավորապես ասեմ եւ ճիշտ ասած մի քիչ ես խուսափում եմ նաեւ հենց թեկուզ համասարանում իմ դասախոսությունների ժամանակ օգտագործել դավաճանություն բառը այստեղ, ըմբոստություններ, ընդվզումներ, որովհետեւ այստեղ տեսակետների բախում եղավ։ Եթե ճիշտ է այն տեսակետը, որ Տիգրան Մեծը անշուշտ ճիշտ է, որ ինքը որոշեց դադարեցնել պատերազմը պահպանելով մեծ հայքի անկախությունը, իսկ Տիգրան կրտսերը պնդում էր, որ հայկական զորքերը պետք է շարունակեն պատերազմը։ Եթե ճիշտ է այս տեսակետը, ապա այստեղ մենք ոչ այնքան դավաճանության հետ գործ ունենք, որքան որ քաղաքական հայացքների բախման հետ, եւ այս բոլոր հարցերը պիտի ասեմ, որ շարունակում են դեռևս կարոտ մնալ լիարժեք պատասխանի։ Եվ սա արդեն հարց չի, մեր հայրենակիցներից Աբել Իսաևը հասցեից ենթադրում են, որ Ռուսաստանից է գրել նամակը, հետաքրքիր էսպիսի մի բան էր գրում, որ իդեպ ասեմ, որ այս նույն կարծիքը էլի նամակներում եղան, նաև հեռախոսազանգերում, նաև Լոս Անջելեսյան իմ հանդիպումների ժամանակ բազմիցս նշում էր, որ պետք է անպայման մտածել Տիգրան մեծ գեղարվեստական մեծ ֆիլմ ստեղծելու համար։ Հետաքրքիր է, որ մեր հայրենակիցը Ռուսաստանից այսպիսի մի բան է գրում, որ եթե մեր մեծահարուստները պատրաստ չեն ֆինանսներ տրամադրելու այդ կարևոր մեծ գաղափարին, ապա առաջարկում է անցկացնել համահայկական
այսպես հերոստամարաթոն եւ հանգանակություն, համաժողովրդական հանգանակություն սկսել մեծ Տիգրան Մեծին եւ հայկական աշխարհակալությանը նվիրված մեծ գեղարվեստական ֆիլմ պատրաստելու։ Հուսամ, որ դրան չի հասնի եւ ես գիտեմ նաեւ, որ որոշակի աշխատանքներ նախնական, իհարկե շատ նախնական աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են եւ հուսանք, որ առաջիկայում մեր ժողովուրդը հնարավորություն կունենա նաեւ համաշխարհային պատմության մեջ աչքի ընկած շատ նշանավոր ու տաղանդավոր մեր արքաներից մեկի Տիգրան Մեծի մասին մեծ կտավի ֆիլմ, գեղարվեստական ֆիլմ ունենալու։ Այսքանով ես սահմանափակվեմ, որովհետև մեր ժամանակը կարող է չբավականացնի մյուս այսօրվա նախատեսված թեմայի համար, որը բավականին հետաքրքիր է եւ որի մասին մենք ունեցել ենք բավականին շատ նամակներ, ես նախորդ հաղորդումներում անդրադարձել եմ արդեն հայ ժողովրդի ծագման հարցը։ Ուրեմն հայ ժողովրդի ծագման վերաբերյալ մենք այս ընթացքում կունենանք նաև ես օպերատորին խնդրեմ, որպեսզի ավելի այսպես տպավորիչ լինի, հիմնական տեղեկությունները ինչ որ մեզ հասել են հայերի ծագման մասին, հիմնական ավանդազրույցները, նաև գիտության մեջ արտահայտված հիմնական տեսակետները մենք պես փոքր պատկերներով կունենանք նաև էկրանի վրա եւ սկսենք մեր հիմնական, այսօրվա թեման։ Ուրեմն հայ ժողովրդի ծագման հարցը ինչպես է ներկայանում այսօր, ինչպես է ներկայանում մեր գիտելիքների շրջանակում։ Եթե այսօր փորձում ենք հայացք գցել այս հարցի պատմությանը եւ ընդհանրապես հիմնախնդրին, ապա տեսնում ենք, որ հարցին կարելի է անդրադառնալ այսպես 3 հիմնական մասի բաժանելով։ Առաջինը այն է, թե ինչ տեղեկություններ կան հին եւ միջին դարերում հայերի ծագման վերաբերյալ, ինչպիսի ավանդազրույցներ են գրի առնվել եւ հասել մինչեւ մեր ժամանակները։ Երբ որ մենք անդրադարձ ենք կատարում այս խմբին, տեսնում ենք, որ մենք ունենք 5 հիմնական տեղեկություններ նվիրված հայերի ծագման խնդրին։ Երկրորդը անշուշտ պետք է անդրադարձ կատարել, թե նոր ժամանակների գիտության մեջ, իսկ դա 19-20-րդ դարերը եւ 21-րդ դարասկիզբը, որում մենք ապրում ենք, թե ինչպիսի քննարկումներ են եղել հայերի ծագման վերաբերյալ, երկրորդ խումբը անշուշտ է եւ երրորդը, որ մենք հաղորդման վերջին հատվածում կանդրադառնանք, թե այսօրվա դրությամբ, այսինքն 2008 թվականի փետրվարի 12-ի դրությամբ մենք ինչպիսի տեղեկություններ ունենք, որոնք փաստում են հայերի մասին հնագույն, այսպես տեղեկությունները, նրանց առկայությունը հայկական լեռնաշխարհում, նրանց ստեղծած առաջին, այսպես իշխանությունների մասին, առաջին պետական կազմավորումների մասին եւ ինչ, այսպես ամփոփ պատկեր մենք կարող ենք ունենալ։ Սկսենք սկզբից եւ մեր օպերատորին խնդրենք, որ նաեւ այս ընթացքում ցուցադրի։ Ուրեմն առաջին բանը մենք որ ունենք գրավոր ավանդազրույցները, քիչ առաջ արդեն ասեցի հայերի ծագման մասին։ Երկրորդ կետը դուք տեսնում եք ձեր էկրանին հայ ժողովրդի ծագման հարցը պատմագրության մեջ եւ երրորդը տեղեկությունները հայերի եւ Հայաստանի մասին։ Ուրեմն անցնենք մեր հիմնական բանախոսությանը եւ ինչ տեղեկություններ ունենք գրի առնված հին եւ միջին դարերում։ Տեղեկությունները բաժանվում են 5 խմբի, ավելի շուտ ասենք, որպես սկզբնաղբյուր արժեքավոր են 5 ավանդազրույցներ։ Խնդրենք պատկերը ցույց տրվի եւ ընթացքում նաեւ խոսենք այս մասին։ Ուրեմն հայկականը բնականաբար առավել կարեւորը, երկրորդը հունական ավանդազրույցն է, երրորդը հրեական ավանդազրույցը կամ հին եբրայական ավանդազրույցը, չորրորդը վրացական եւ 5-րդը արաբական ավանդազրույցը։ Այս հերթականությունը մի քիչ պայմանական է, պայմանական այն իմաստով, որ դասավորված են ըստ գրի առնվելու ժամանակագրության։ Հայկականը իհարկե առանձնացված է բոլորից, հունականը, ապա հին եբրայականը, սրանք ժամանակագրական գրի առնվելու ժամանակագրական հերթականությամբ են։ Ուրեմն առաջինը բնականաբար անդրադառնանք հայկական ավանդազրույցին։ Հայկական ավանդազրույցը, ինչպես հայտնի է մեր ընթերցող հասարակությանը, առավել ամբողջական գրի առնվել Մովսես Խորենացու կողմից
այնուհետև խորենացուց հետո առանձին այսպես դրվագներ մենք ունենք հայ ժողովրդի ծագման մասին ապագա դարերի մատենագիրների մոտ եւ որոնք ամբողջացրեց Միքայել Չամչյանցը իր եռահատոր հայոց պատմություն կոթողային աշխատության մեջ, որը լույս է տեսել 1785 թվականին Վենետիկում մխիթարյան հայրերից տաղանդավոր մեր պատմագիրը, որը իրավամբ համարվում է նոր ժամանակների խորենացին Միքայել Չամչյանցը, հայ նոր պատմագրության հայրը։ Ուրեմն ինչպես ենք մենք տեսնում խորենացու պատմության մեջ հայերի ծագման մասին ավանդազրույցը։ Ուշադիր ընթերցելուց անմիջապես ընթերցողի աչքին կզառնի Մարաբաս Կատինայի մատյանում պահպանված շատ կարևոր մի հատվածը, որ հիմա էկրանին դուք կտեսնեք, որ առաջին աստվածներից առաջինները զորավոր էին, մեծամեծ գործերի պատճառ, նրանք փաստորեն արարչագործության այսպես առաջին փուլի ներկայացուցիչներն էին եւ նրանցից առաջ եկավ հսկաների սերունդը, որոնցից մեկն էր Հայկ Նահապետը։ Սա խորենացու մատյանում պահպանվել է եւ ես ուզում եմ հատուկ այստեղ ընդգծել աստվածներից արտահայտությունը։ Աստվածներից, այսինքն մենք այստեղ որոշակիորեն տեսնում ենք, որ գործ ունենք բազմաստվածության, այսինքն նախաքրիստոնեական ժամանակաշրջանի պատկերացումների հետ։ Եվ այստեղ դուք հիմա տեսնում եք, որ աստվածներից բառը ընդգծված է Մարաբաս Կատինայի մատյանից։ Որ Աստծո որդին էր Հայկը։ Ցավոք սրտի մեզ հասած հայկական ավանդազրույցը չի մանրամասնում։ Բարեբախտաբար 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարում վերծանված հնագույն միջագետքյան աղբյուրներում պահպանվել է տեղեկությունը եւ մենք կարողանում ենք լրացնել այդ բացը։ Այս աղբյուրների մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայկ Նահապետը որդին էր Հայա Աստծո կամ Հայ Աստծո, որը միջագետքյան աղբյուրներում ներկայանում է որպես աստվածներից իմաստնագույնը, առաջին 7 մեծ աստվածներից մեկը, որը կավից արարեց մարդուն աստվածային պատկերով ու նմանությամբ։ Այս խոսքերը ձեզ անշուշտ կհիշեցնեն Աստվածաշնչի Ծննդոց գիրքը եւ բոլոր ուսումնասիրողները դրա վրա ուշադրություն դարձրել են, ընդ որում պիտի ասել, որ շումերական գրավոր աղբյուրները, որոնք տեղեկացնում են Հայա Աստծո այս արարչագործության մասին, մարդկային ցեղը ստեղծելու մասին, գրի են առնվել մոտ 1000 տարի ավելի վաղ, քան հին կտակարանի մեզ հասած ձեռագրերը։ Եվ այստեղ իհարկե շատ կարևոր են դրանք, մանավանդ որ ուղղակիորեն առնչվում են մեզ հետ։ Մենք դեռ կանդրադառնանք Հայկ եւ Հայ Աստծուն եւ նրա որդի Հայկ Նահապետին, այստեղ ուղղակիորեն արձանագրենք միայն այն, որ մեր հնագույն ավանդազրույցը, նախաքրիստոնեական ավանդազրույցը մեր ազգի ծագումը ներկայացնում է այսպես. մենք որդիներն ենք արարչագործ Հայ Աստծո եւ նրա որդի Հայկի ժառանգներն ենք։ Մենք քիչ հետո նորից անդրադարձ կկատարենք դրան, սակայն հիմա միանգամից անցում կատարենք երկրորդ փուլին։ 301 թվական է գալիս, քրիստոնեությունը հռչակվում է պետական կրոն Հայաստանում եւ անշուշտ այստեղ պետք է գա մյուս հարցադրումը։ Աստվածներից առաջինները զորավոր էին եւ այլն, այն ինչ որ դուք քիչ առաջ տեսաք ձեր էկրանների վրա, նաեւ այս տեսակետը չի կարող շարունակական լինել, որովհետեւ գիտեք Աստվածաշնչյան ընկալումների համաձայն ամբողջ մարդկությունը ծագում է նույն Նահապետի 3 որդիներից՝ Սեմից, Քամից եւ Հաբեթից։ Եվ այս պատկերացումը կամ պետք է համապատասխանեցվեր Աստվածաշնչին, կամ պետք է արգելվեր։ Եվ տեղի ունենում համապատասխանեցում։ Ընդ որում համապատասխանեցվում է հետևյալ կերպ։ Հիմա դուք կտեսնեք ձեր էկրանին հաջորդ արդեն պատկերը, որտեղ ներկայացվում է նոր տեսակետը, հայկական ավանդությունը համապատասխանեցված Աստվածաշնչին։ Հայկը համարվում է Նոյի 3 որդիներից Հաբեթի ժառանգը, ընդ որում նա համարվում է Թորգոմի որդին։ Ինչպես տեղի ունեցավ սա։ Մեզ հասել է մեկ ավանդազրույց Հայկի մասին, որ Հայկը դուրս եկավ Թորգոմատնից։ Տեսեք, ուրեմն մենք ունենք ավանդազրույցը, Հայկը դուրս եկավ Թորգոմատնից եւ ունենք Աստվածաշնչում շատ կարևոր մի տեղեկություն, որ
թորգոմատան այսպես մարմնավորող նահապետը հանդես է գալիս հենց թորգոմ անունով մի նահապետ, որը հաբետի ժառանգներից էր։ Ուրեմն տեսեք, կար համապատասխանեցման կետ, համապատասխանեցման եզր, եւ թորգոմ նահապետը փաստորեն, որը թորգոմատան այսպես խորհրդանիշն էր, հաբեթի ժառանգներից էր եւ Հայկը, քանի որ դուրս է եկել թորգոմատնից, այստեղ ստեղծվեց համապատասխանեցման համար հնարավորություն եւ Հայկը համարվեց Նոյ նահապետի հաբետ որդու ժառանգներից, թորգոմի որդին։ Եվ այստեղից էլ մեր ժողովրդին տրված արդեն քրիստոնեական դարաշրջանում մեր ժողովրդին, նաեւ մեր երկրին տրված թորգոմյան, հաբետյան, հաբետացին, թորգոմական այս բնորոշումները, որոնք մեր մատենագրությունը հասցրել է մեզ։ Ունենք մեր մատենագրության մեջ տարածված մի բնորոշում եւս Ասքանազյան ազգը, Աստվածաշնչում Ասքանազը թորգոմ նահապետի եղբայրն է եւ Երեմիայի մարգարեության մեջ Արարատյան թագավորություններին, երբ որ Երեմիա մարգարեն կոչ է անում գալ օգնության եւ կործանել բռնակալ Բաբելոնը, այնտեղ Արարատյան թագավորությունները ներկայանում են նաև առանձին իրենց անուններով Արարատի Մինի, որ մանա երկիրն է Ուրմիալիքի ավազանում, եւ Ասքանազի թագավորությունները, եւ այդ է պատճառը, որ մեր մատենագրությունը ունի նաև հայերին տրված Ասքանազյան անվանումը։ Այնուհետև տեսեք, ուրեմն ունենք հայկական ավանդազրույց, որի համաձայն նախաքրիստոնեական շրջանում մենք հայ Աստծո ժառանգներն ենք, Հայկ նահապետի զարմը, իսկ Հայկ նահապետը քրիստոնեական շրջանում համապատասխանեցվելով Աստվածաշնչին համարվում է հաբետի որդիներից, թորգոմի ժառանգը եւ հայերս համարվում ենք արդեն հաբետացիներ, այսինքն տեղի է ունենում հայկական հայոց ազգացակման մասին նոր ավանդազրույցի ստեղծում, որի համաձայն փաստորեն մենք սերում ենք Նոյի հաբետ որդուց։ Անցնենք հաջորդ ավանդազրույցին, որը հունական ավանդազրույցն է եւ հունական ավանդազրույցը ավելի շատ կապվում է, այսինքն ոչ թե ավելի շատ, այլ ուղղակիորեն կապվում է արգոնավորտների ավանդության հետ։ Արգոնավորտների ավանդությունը բոլորիդ հայտնի է, ըստ հունական միջավայրում շատ սիրված այդ վիպաշարքի մի խումբ հերոսներ Յասոնի գլխավորությամբ արգոննավով ճանապարհ ընկան դեպի Այա երկիրը, հետագա աղբյուրներում անվանափոխվում է Կոլխիդա կամ Կոլխիս երկիրը, որտեղ գտնվում էր ոսկե գեղմը, այն երջանկության եւ հարստության խորհրդանիշներ, եւ իդեպ ընդմիջարկելով ասեմ, որ Այա անունը որոշ ուսումնասիրողներ կապում են Հայասա երկրի անվան հետ, եւ ճանապարհվելով նրանք գալիս հասնում են Սև ծովով հասնում են դեպի Այա կամ Կոլխիդա երկիրը, այնուհետև ըստ այդ ավանդազրույցի ուշ շրջանի գրառումների Յասոնի հետ գալիս էր նաև Արմենոս անունով Թեսալյան Հունաստանի մարզն է, Թեսալացի մի հերոս, որը մնում է տեղում եւ նրա անունով է, որ երկիրը կոչվեց Արմենիա, ժողովուրդը կոչվեց արմեններ։ Ուրեմն այս ավանդազրույցը ուսումնասիրողները շատ վաղուց նկատել են, որ որոշակիորեն ստեղծվել է քաղաքական նկատառումներով եւ ստեղծվել է մակեդոնական արշավանքների ժամանակ միայն, որովհետեւ մենք ունենք արգոնավորտների ավանդազրույցի ավելի վաղ գրառումներ, որոնցում ոչ մի տեղեկություն չկա Արմենոսի մասին։ Այստեղ որոշակիորեն եւ մեզ հասած ամենամանրամասն գրառումը այս պատմության, որը կատարել է Ստրաբոնը, իր շարադրանքում հիշատակում է մակեդոնացու երկու զորավարներին եւ ասում է, որ այս պատմությունը ինքը քաղել է հենց մակեդոնացու զորավարների աշխատություններից։ Ընդ որում մեկ այլ տեղ հենց նույն Ստրաբոնը նշում է, որ մակեդոնական զորավարները հաճախ խեղաթյուրում էին պատմությունը հանուն մակեդոնացու փառքի։ Ինչ է տեղի ունեցել։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ այս ժամանակ մակեդոնական արշավանքների ժամանակ ստեղծվում է ոչ միայն հայերի ծագման մասին, այսպես հունական տեսությունը կամ հունամակեդոնական տեսությունը, իբր թե հայերի հիմնադիրը եղել է Բալկաններից ծագող հերոսներից մեկը, տվյալ դեպքում Արմենոս Թեսալացին, ստեղծվում են նաև ավանդազրույցներ, իբրև թե նույն ծագումը ունեն, բալկանյան ծագում ունեն նաև մարերը եւ պարսիկները։ Շատ հետաքրքիր է, տեսեք, 3 ժողովուրդ՝ հայերը, պարսիկները եւ մարերը ունեն բալկանյան ծագում ըստ մակեդոնացու
զորավարների ստեղծած պատմությունների։ Ինչի համար այս երեքը։ Մյուս պատմիչներին, երբ որ նայում ենք հռոմեական պատմագրության նշանավոր դեմքերի, Պլինիոս Ավագ եւ ուրիշներ, նրանք շեշտում են, որ առաջավոր Ասիայում կար գահակարգ, որի բարձրագույն կետում գտնվում էր ուրեմն արքայից արքան, եւ այս արքայից արքան կարող էր լինել միայն 3 ժողովրդի ներկայացուցիչ, կամ հայերից, կամ պարսիկներից, կամ մարերից։ Այսինքն այս 3 ժողովուրդները, որոնք իրավունք ունեին գերիշխելու ամբողջ առաջավոր Ասիայի վրա, այս 3 ժողովուրդներն էլ համարվում են իբրև թե ծագած Հունաստանից։ Ինչի համար։ Որովհետև մակեդոնական արշավանքները պետք է ունենային իրենց գաղափարախոսությունը։ Մակեդոնացին ձգտում է վերականգնել աստվածային կարգը երկրի վրա, նախասկզբնական միասնությունը, եւ իբրև թե պարսիկները, հայերը եւ մարերը, որոնք ժամանակին եղել են Օլիմպոսի շուրջը, ապրել են Հունաստանում եւ անջատվել գնացել են, հիմա մակեդոնացին գնում են նրանց միավորելու եւ հետ վերադարձնելու։ Մենք պատմության մեջ ունենք բազմաթիվ դրվագներ, երբ որ որևէ տիրակալ իր աշխարհակալությունը, իր նվաճումները փորձում է արդարացնել եւ դրա համար ստեղծվում են, ասենք, կեղծ տեսություններ, կեղծ պատմություններ։ Ամենաակնառու օրինակը, որ 20-րդ դարում տեղի ունեցավ եւ դա տեղի ունեցավ մեր աչքի առաջ, փաստորեն ժամանակակիցները դեռ ապրում են, դա մի քիչ կոպիտ համեմատություն է, բայց շատ նման Ադոլֆ Հիտլերի կողմից արիական տեսության խեղաթյուրումն էր։ Երբ որ նա փորձում էր հիմնավորում տալ գերմանացիների համաշխարհային տիրապետության գաղափարին եւ դրա համար խեղաթյուրեց, դրա համար վերցրեց արիականության տեսությունը, վերցրեց այդ թվում նաեւ սվաստիկան, որը ոչ մի կապ չունի գերմանական միջավայրի հետ եւ ցավոք սրտի մինչեւ այսօր մեր ժողովրդի շատ ներկայացուցիչներ, երբ որ սվաստիկա տեսնում են, ասում են գերմանական կամ ֆաշիստական կամ նացիստական նշանը։ Երբ որ մեր լեռնաշխարհի ժայռապատկերներում դուք կարող եք հազարներով հանդիպել սվաստիկաներ, ընդ որում եւ աջ պտույտով եւ ձախ պտույտով եւ ճյուղավորված, թևավորված եւ այլն։ Դրանք հավերժական շարժման խորհրդանշաններն են, որոնք Հիտլերը վերցրեց, հարմարեցրեց իր քաղաքական նկատառումներին եւ խեղաթյուրեց։ Այսպիսի դրվագներ մենք ունենք եւ դրանցից մեկն է մակեդոնացու օրոք ստեղծված հայերի ցակման տեսությունը։ Հիմա տեսեք, բնականաբար հարց կառաջանա ձեր մոտ, լավ, եթե կեղծ տեսություն է, ինչի համար այսքան եթերաժամ տրամադրվեց եւ ինչի հատուկ անդրադարձ կատարվեց դրան։ Բանն այն է, որ քիչ հետո կանդրադառնանք դրան, հայերի եկվորության մասին տեսության հիմքում հիմնական փաստարկներից մեկը հենց այս կեղծ հորինված տեսակետն էր։ Այնուհետև մենք ունենք առաջին Քրիստոսից առաջին եւ Քրիստոսի ծննդյան առաջին դարերում ապրած ազգությամբ հրյա հունագիր մի հեղինակի Հովսեփոս Փլավիոսի տեղեկությունը հայերի ցակման մասին, որը նա քաղել է հրեական մատյաններից եւ շատ հետաքրքիր է, որ այնտեղ ասում է, որ Հայաստանը հաստատվեց Ուրոսի կողմից, որը Արամ Նահապետի որդին էր։ Այս անունները Ուրոս Արամի որդի։ Շատ հետաքրքիր է եւ գիտության մեջ փորձել են տալ մեկնաբանություններ Ուրոս անվան մեջ այդ օսը համարելով հունարենի վերջավորություն, ուր վանկը կարդալով նաեւ ար տարբերակով փորձել են համարել Արա Արամի որդի, այսինքն Արա գեղեցիկին են վերագրել այս Ուրոսի կերպարը, կամ նույնիսկ փորձ է արվել Վանի թագավորության սեպագրերում 7-րդ դարում Քրիստոսից առաջ հիշատակվող Ռուսա Էրիմենայի որդուն համարել, ժամանակին ենթադրվում էր, թե Էրիմենայի որդի այս արտահայտության մեջ պետք է տեսնել արմենական ցեղի իշխանության գալը Վանի թագավորությունում եւ մինչեւ այսօր էլ հայտնի չի թե որտեղից վերցրեց Հովսեփոս Փլավիոսը, բայց տեղեկության վաղեմությունը շատ հետաքրքիր է, որ հայերը Հայաստանի հիմնադիր է հանդես գալիս Արամի որդի Ուրոսը։ Ընդ որում այս Արամը մեր ավանդազրույցների Արամը չէ, սա սեմական արամեացիների նախահայր Արամն է։ Այսինքն սեմի ժառանգներ ենք մենք համարվում հրեական ավանդազրույցում։ Այլ կերպ ասած, հրեական ավանդազրույցը մեզ հայերից համարում է իրենց ազգակից։ Թե որտեղից է դա գալիս, մենք ցավոք սրտի լրացուցիչ տեղեկություն չունենք։ Հաջորդ ավանդազրույցը մենք
մի քիչ արագ անցնենք այս ավանդազրույցներով, վրացական ավանդազրույցն է, որը մի տեսակ կովկասյան ժողովուրդների բարեկամությունը փառաբանող ավանդազրույց է, ըստ դրա ուրեմն Հաբեթի ժառանգներից Թարգամոս նահապետը, սա նույն Թորգոմ նահապետն է, ուներ 8 որդի, 8-ից ավագագույնը Հայոսն էր, մյուս կրտսեր 7 եղբայրները նրա այսպես իշխանության ներքո էին գործում եւ Հայոսից առաջ եկան հայերը, իսկ մյուսներից կովկասյան 7 ժողովուրդներ, ընդ որում իրենք վրացիները երկրորդ տեղում են իրենց հիշատակում, Հայոսի կրտսեր եղբայր Քարթլոսը դարձավ վրացիների նահապետը։ Որտեղից է սա գալի, վրաց մատենագիրները 9-ից 11-րդ դարերի բազմիցս հիշատակում են, ամենամանրամասնը ունի Լեոնտի Մրովելին եւ բազմիցս հիշատակում են ուրեմն այս ավանդազրույցը եւ ավանդազրույցի մեջ որոշակիորեն մենք տեսնում ենք ժամանակի քաղաքական պատկերը։ Տեսեք, վրացիները, որ գիտեք, բավականին ամբիցիոզ ժողովուրդ են եւ այսպես ամեն ինչ պատրաստ են անելու իրենց առաջնությունը շեշտել եւ հայերին վերջում դնելու, այստեղ մենք տեսնում ենք, որ ընդհակառակը հայերը ավակն են եւ վրացիները հանդես են գալիս որպես մեր կրտսեր եղբայրներ։ Պատճառն այն է, որ 9-ից 11-րդ դարերում Բագրատունիների թագավորության ժամանակաշրջանը, երբ որ Բագրատուները գերիշխում էին հայկական Տավրոսից մինչև Մեծ Կովկասի լեռները եւ Բագրատունիների կրտսեր մի ճյուղը Ատռներսեհ Բագրատունու գլխավորությամբ 897 թվականին հիմնեց վրաց Բագրատունյաց թագավորությունը եւ փաստորեն նրանք իսկապես հանդես էին գալիս որպես մեր կրտսեր ճյուղի ներկայացուցիչներ եւ այստեղ մենք ունենք բնականաբար ժամանակի քաղաքական իրականության ուղղակի արտահայտությունը։ Եվ վերջին 5-րդ ավանդազրույցը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, սա արաբական ավանդազրույցն է։ Արաբական ավանդազրույցը, որը Քրիստոսի ծննդյան 9-ից էլի 11-12-րդ դարերում է գրի առնվել եւ պահպանվել, շատ հետաքրքիր սինթեզ է։ Մի կողմից ուրեմն Մովսես խորենացու գրի առած հայկական ավանդազրույցների, մյուս կողմից Ղուրանյան պատկերացումների։ Իսկ Ղուրանյան պատկերացումները, ինչպես գիտենք, Ղուրանում տեղ գտած, այսպես մարդկության ծննդաբանության պատկերացումները նույնարժեք են աստվածաշնչյան պատկերացումների հետ, որովհետև Ղուրանը ամբողջությամբ վերցրեց 5 կտակարանի պատկերացումները եւ ըստ այդ պատկերացումների համայն մարդկությունը սերում է Նոյ նահապետի 3 ժառանգներից՝ Սեմից, Քամից եւ Հաբեթից։ Եվ արաբները, որ 7-րդ դարում առաջին անգամ մուտք գործեցին Հայաստան, առնչվեցին հայերի հետ, բնականաբար պետք է փորձեին ճանաչել տեղում, իմանալ թե ովքեր են հայերը եւ նրանց հարևան մյուս ժողովուրդները եւ բնականաբար ծանոթ լինելով Աստվածաշնչին եւ արդեն խորենացու հայոց պատմության մեջ տեղ գտած հայկական ավանդազրույցին հասկանալիորեն նրանք ստեղծեցին իրենցը ըստ այդ տեսության հայերի նախնին հանդես է գալիս Արմինի անունով, այդ պատճառով էլ նրանց աղբյուրներում Հայաստանը կոչվում է Արմինիա, Արմինին, որը Հաբեթի որդին էր, ներողություն, Թորգոմի որդին էր եւ նա էլ ծագում է Հաբեթ նահապետից, Հաբեթը արաբական աղբյուրներում Ղուրանում հանդես է գալիս Իաֆիս անունով։ Եվ հետաքրքիր է ինչ է, որ այս ավանդազրույցում պահպանվել է տեղեկություն հայերի, սլավոնների, ֆրանկների, հույների եւ Կասպից ծովի ավազանում բնակվող պարսիկների ազգակցության մասին։ Շատ տարօրինակ է ինչի համար, որովհետեւ շատ մեծ հեռավորության վրա ապրող այդ ժողովուրդները բոլորը իսկապես ունեն հնդեվրոպական ծագում։ Թեպետ տարբեր դավանանքներ ունեին, մեծ հեռավորության վրա են գտնվում, բայց որտեղից է տեղ գտել արաբական աղբյուրներում հնդեվրոպական միասնության մասին հիշողությունը։ Մեր հեղինակներին պարզապես հիշեցնեմ, որ հնդեվրոպական միասնությունը քայքայվել է Քրիստոսից առաջ 5-ից 4-րդ հազարամյակներում, իսկ արաբների արշավանքը դեպի Հայաստան եւ արաբական աղբյուրների այս գրառումը վերաբերում է Քրիստոսի ծննդյան առաջին հազարամյակի վերջին։ Այսինքն 5-6 հազար տարվա հեռավորության տեղեկությունը ինչպես է հասել արաբական աղբյուրներին, մեզ մնում է անհայտ։ Սրանք են այդ հիմնական տեղեկությունները։ Դրանից հետո մենք ունենք այս տեղեկությունների կրկնություններ, ասենք օրինակ պարսկական աղբյուրներում, հատկապես 16-17-րդ դարերի հեղինակների մոտ կրկնվում է արաբական ավանդազրույցը, որի համաձայն հայերը հանդես են գալիս որպես Իաֆիսի ժառանգներ, Արմինի որդիները, որը
արաբական ավանդազրույցի պարզ կրկնությունն է։ Այս իրավիճակը ուրեմն շարունակվեց եւ մենք հիմի գանք երկրորդ հատվածին մեր այս հիմնական թեմայի եւ պիտի խնդրեմ մեր օպերատորին հիմա այսպես իրար հետևից մենք կխոսենք եւ այս ընթացքում նաեւ ցույց տա պատկերները 5-րդ դարից մինչև 10-րդ դարավերջը հայոց ծագումնաբանության խնդրում մենք տեսնում ենք, որ անառարկելի ճշմարտություն է դիտարկվում Մովսես Խորենացու Մատյանում տեղ գտած հայոց ծագումնաբանության զրույցը։ Սա փաստորեն հայերի ծագման մասին կարելի ասել Աստվածաշնչի հետ համապատասխանեցված ավանդազրույցն է։ Այնուհետև գալիս է 10-րդ դարավերջ եւ մենք ունենք նոր տեսություններ, հիմա դրանք իրար հետևից այսպես մենք կտեսնենք թարթվելով, նշանավոր գերմանացի գիտնական Յենսենը առաջ է քաշում մի տեսակետ, որ հայերի հայ անվանումը ծագել է խեթական խեթերի հաթի ցեղանունից, քանի որ հնդեվրոպական նախալեզվից հայերենին անցման ժամանակ տ կամ թ հնչյունը վերածում է ե-ի, ասենք պարզ օրինակներ կան, մատեր արմատը հայերենում դառնում է մայր, տն վերածում է ե-ի եւ բազմաթիվ այսպիսի օրինակներ կան, դրա հիման վրա հաթի հայ անցումը ենթադրում էր, որը հետագայում մի քանի այլ հեղինակներ փորձեցին նորից այսպես վերարծարծել, սակայն սա գիտության մեջ քննություն չբռնեց, որովհետեւ խեթական աղբյուրների մանրամասն վերլուծությունը հետագայում ավելի ուշ արդեն 1920-30-ական թվականներին եւ դրանից հետո ցույց տվեցին, որ խեթերի հետ միաժամանակ ապրել են հայերը կողք կողքի եւ իրենց պետությունը կոչվել է Հայասա։ Այսինքն հայ անունը արդեն կա հիշատակված հենց խեթական աղբյուրներում, ուստի այս տեսակետը քննություն չբռնեց, սակայն բավականին շատ արծարծվեց, երևի մոտ 20-30 տարվա ընթացքում տարբեր հեղինակների կողմից արծարծումներ ունեցավ, հետագայում վերջերս նույնպես 20-րդ դարի երկրորդ կեսին Իգոր Ձյակոնովը դրան անդրադարձավ, վերջերս Արմեն Պետրոսյանն է դրան անդրադարձել այս տեսակետին, բայց պիտի ասել, որ սա այլևս ընդհանուր ընդունելություն գտած տեսակետ չի եւ անհատական տեսակետ է։ Այնուհետև հաջորդ տեսակետը մենք հիմա կտեսնենք մեր էկրանին, դա 10-րդ դարավերջին 20-րդ դարի սկզբին ստեղծվեց հայերի ծագման մասին մի տեսություն, իբրև թե նրանք ներգաղթել են Բալկանյան թերակղզուց, որտեղ տեղադրվում էր ուրեմն հնդեվրոպական նախահայրենիքը, եւ իբրև թե այս ընթացքում միայն նվաճել են Ուրարտուի տարածքը եւ 6-րդ դարում ստեղծել իրենց պետությունը, որը Երվանդունյաց թագավորությունն է։ Ասեմ, որ այս տեսակետը հետագայում լիարժեքորեն ցույց տվեց, որ ոչ մի հիմք չունի, բացարձակ ոչ մի հիմք չունի։ Ստեղծվեց ինչի հիման վրա։ Վանի թագավորության սեպագրերը վերծանվեցին եւ ընթերցվեցին ոչ հայերենով։ Եվ դա հիմնական պատճառներից մեկը դարձավ, որպեսզի Վանի թագավորությունը կամ Ուրարտու Արարատ թագավորությունը համարվի ոչ հայկական։ Քանի որ 10-րդ դարավերջին շատ տարածում գտավ, մեծ տարածում գտավ հնդեվրոպական նախահայրենիքը, ուրեմն առաջավոր Ասիայում ներողություն Բալկանյան թերակղզում տեղադրելը, հայերն էլ հնդեվրոպացիներ են, ստեղծվեց հայերի գաղթի մասին տեսությունը։ Ուրեմն հայերը եկել են Բալկաններից եւ դրան նպաստեց այ քիչ առաջս ասած մակեդոնացու արշավանքների ժամանակ հորինված այն տեսակետը, թե իբր նրանք արմենոս թեսալացու ժառանգներն են։ Սա մակեդոնացու քաղաքական այսպես խոհանոցից դուրս եկած մի տեսություն էր եւ գումարվեցին, տեսեք, մի կողմից սեպագրերը ընթերցվեցին ոչ հայերեն, հնդեվրոպական նախահայրենիքը տեղադրվում էր Բալկանյան թերակղզում եւ հունական աղբյուրներն ասում էին, որ հայերը եկել են Բալկանյան թերակղզուց, ներգաղթել են դեպի հայկական լեռնաշխարհ եւ ստեղծվեց հայերի եկվորության մասին տեսակետ։ Սա իհարկե ամբողջությամբ ցույց տրվեց, որ սխալ է, սակայն ինչի համար եմ սա հիշատակում։ Ամբողջ խնդիրն այն է, որ մինչև այսօր թուրք հեղինակները շահարկումներ են անում եւ մեջբերումներ են անում նաեւ այն հայ պատմաբաններից, հայագետներից, որոնք ժամանակին հետևել են այս տեսությանը եւ ինչ են անում, վերցնում են, ասենք, հարցադրումներ, ովքեր են հայերը, այդ մասին հենց լսենք հայ հեղինակներին։ Մեջբերումներ են անում, թե իբր հայերը եկել են, գրավել են Ուրարտուն
իբրև թե ոչ հայկական Urartun եւ ստեղծել են իրենց պետությունը եւ դրանից եզրակացություն են անում, թե տեսեք հայերը առաջին ցեղասպան ժողովուրդն են։ Նրանք ոչնչացրել են Urartացիներին, ինչ է պատահել, հետո իրենք եկել են եւ քշել են հայերին։ Ընդ որում իրենց դասագրքերում նաեւ անհեթեթ միտքը կգտնեք, թե իբր թուրքերը Urartացիների ուղիղ գծով ժառանգներն են։ Ընդ որում իրենք իրենց եւ շումերների ժառանգ են համարում, եւ խեթերի, եւ խուրիների, եւ Urartացիների, թեպետ բացարձակապես ոչ մի կապ չունեն, սա պարզապես իրենց մոտ պետական քարոզչություն է։ Եվ մենք տեսնում ենք, որ այս տեսակետը, որ ոչ մի գիտական հիմք չուներ, մինչև այսօր շահարկվում է պատմության թուրք կեղծարարների կողմից։ Այնուհետև հաջորդ տեսակետին մենք անդրադառնանք, ինչ տեղի ունեցավ, ուրեմն Յոզեֆ Մարկվարտը, որ մեծ նշանավոր արևելագետ հայագետ է, ուշադրություն դարձրեց, որ Հոմերոսի Իլիականում հիշատակվում են արիմները եւ նրանց բնակության շրջանը փոքր Ասիայում գտնվող Արգեոս լեռան շրջակայքն է։ Ինչն է հետաքրքիր, տեսեք, Արգեոս լեռան շրջակայքը, քանի որ հայերի ծագման մասին տեսությունը, այսպես քաղաքացիություն ստացավ, սա ոչ թե համարվեց հայերի բնակության այսպես լայն մի նախնական շրջանի հիշատակություն, այլ մեր մի շարք հեղինակներ, օրինակ Հակոբ Մանանձյանի մոտ, որը արմենների գաղթը Բալկաններից դեպի Հայաստան նույնիսկ քարտեզ այսպես դրեց եւ գծեց, ամբողջ ճանապարհին ինչքան որ արմ հիմքով տեղանուններ կային, այդ մի գծով միացնելով նման գաղթի ճանապարհ ստացավ եւ ինքը Մարկվարտի այս հետաքրքիր դիտարկումը համարեց, որ ուրեմն սա հայերի ճանապարհին միջանկյալ մի հիշատակություն է եւ դա ներգաղթի ճանապարհի մի հիշողությունը պետք է լինի, ինչը որ հակասության մեջ մտավ բնականաբար արդեն 8-ից 6-րդ դարերում հայերի ներգաղթի տեսության հետ, որովհետև եթե 8-րդ դարում նոր միայն նրանք դուրս են եկել Բալկանյան թերակղզուց, ապա ինչպես էին դրանից 500 տարի առաջ 13-րդ դարում, 13-12-րդ դարերում հիշատակվում Արգեոս լեռան շրջանում, որը Կապադովկիայի շրջանն է, հայկական լեռնաշխարհից արևմուտք ընկած շրջանն է։ Եվ սա մի կողմից փորձ արվեց այսպես հարմարեցնելու, մյուս կողմից անշուշտ եկվորության տեսությունը կասկածի տակ դրվեց։ Այնուհետև պետք է գար հաջորդ մի ժամանակաշրջանը, դա խորհրդային կարգերի հաստատումն է եւ ուրեմն մինչև դա շատ կարևոր մի բան ասեմ, այստեղ խեթական արձանագրությունները քիչ առաջ արդեն ասեցի, հիշատակում էին Հայասապետությունը։ Հայասապետությունը, որ 15-ից 13-րդ դարերում է հիշատակվել Քրիստոսից առաջ, որոշակիորեն վաղնջահայկական թագավորություն է եւ խեթերենի սա կամ ասա վերջավորությունը տեղանվանակերտ մասնիկ է։ Կան բազմաթիվ տեղանուններ եւ Պոլ Կրեչմերը, Ֆորերը եւ ուրիշներ 1920-ական թվականների վերջերին արդեն հիմնավորելով ցույց տվեցին, որ Հայասա պարզապես նշանակում է Հայք, Հայաստան։ Եվ դա տեսեք 15-ից 13-րդ դարերում։ Այս դեպքում բնականաբար շատ տարածում գտած հայերի եկվորության տեսությունը ընդհանրապես հոդս էր ցնդում։ Եթե հայերը ապրել են այստեղ Քրիստոսից առաջ 15-րդ դարում եւ պետություն են ստեղծել, ընդ որում լուրջ պետություն է, թագավոր կա, ավակների խորհուրդ է հիշատակվում, կառամարտիկներով լուրջ բանակ է հիշատակվում, ռազմական, այսպես ձիերին լծած ռազմակարգերով, ապա ոնց հասկանալ հայերի իբրև թե եկվորությունը։ Այս ընթացքում միջանկյալ մի բան տեղի ունեցավ, հիմա մենք կտեսնենք նաև էկրանին, խորհրդային իշխանությունը, երբ որ հաստատվեց, ամեն մի նախասովետական բան սկսեցին համարել այսպես բուրժուական, անընդունելի եւ բնականաբար սկսեցին կասկածի տակ դնել։ Եվ Նիկողայոս Մարը առաջ էր քաշել ժամանակին մի տեսություն, հաբետական տեսություն այսպես ասած, որի համաձայն հայերը ոչ թե եկվոր ժողովուրդ են, ներգաղթած ուրեմն Փոքր Ասիայի ճանապարհով Բալկանյան թերակղզուց, այլ տեղական ասիական մի քանի ժողովուրդների խառնուրդ են։ Այստեղից էլ առաջ եկավ ասիանիկ անվանումը։ Այս տեսակետը հետագայում մերժվեց, որովհետև համաշխարհային պատմության մեջ չկա մի դեպք, որ երկու տարբեր ժողովուրդներ միաձուլվեն եւ արդյունքում առաջ գան նոր որակապես երրորդ մի ժողովուրդ։ Միշտ էլ հիմքը լինում է մեկը եւ մեկ այլ ժողովուրդ կարող է այսպես միաձուլվել եւ ենթաշերտ դառնալ։
բառապաշարը թողնել եւ այլն կամ մարդաբանական որոշակի այսպես ինչ որ բաներ տալ եւ այս տեսակետը մառի, որը փաստորեն հայերին համարում էր տեղաբնիկ մի քանի ցեղերի այսպես խառնուրդից առաջացած ժողովուրդ, սա եւս մերժվեց։ Ընդ որում խորհրդային իշխանությունները 20-ական թվականներին սա պաշտոնական հայտարարեցին եւ զարմանալի եւ աբսուրդ մի բան, Ստալինը 50-ական թվականների սկզբներին, 40-ականների վերջերին, 50-ականների սկզբներին ինքը գրեց մառի աշխատանքի դեմ մի այսպես անհեթեթ աշխատություն, մառի ուսմունքը մարքսիզմ-լենինիզմի լույսի ներքո, որից հետո մառի ուսմունքը պաշտոնապես ուղղակի գրեթե արգելվեց խորհրդային միության մեջ, գիտականորեն էլ ընդունելի չէր։ Դրանից հետո նոր անդրադարձ կատարվեց հայերի եկվորության տեսակետին եւ ստեղծվեց հայերի եկվորության նոր տեսությունը, հիմա մենք այստեղ կտեսնենք էկրանին, ըստ որի հայերը պետք է ներգաղթած լինեն արդեն 12-րդ դարում Քրիստոսից առաջ։ Ինչի 12-րդ դարում, որովհետև այդ ընթացքում հիշատակվում է Բալկանյան թերակղզուց հայերի, ներեցեք, կիսավայրենի մի քանի ցեղերի ասպատակություն դեպի Փոքր Ասիա, եւ դրանց մեջ պետք է փորձ արեցին գտնել իբրև թե հայերի նախնիներին։ Եվ ցեղերից մեկը Մուշկ անունով որոշեցին, որ սա պետք է հայերի նախները լինեն։ Ինչի, որովհետև ցեղանվան Ք վերջավորությունը փորձում էին կապել գրաբարյան Ք հոգնակիակերտ տեղանվանակերտ մասնիկի հետ։ Սա անհեթեթ տեսություն էր, որովհետև ինչպես արդեն ասեցի, 15-ից 13-րդ դարում արդեն Հայաստան հիշատակվում է։ Արդեն կա հայկական թագավորություն։ Ինչպես դրանից 300 տարի հետո, 15-րդ դարում, երբ որ արդեն պետականությունը կա, նոր հայերը գալիս են, ընդ որում ինչ որ Մուշկ ցեղանուն է հիշատակվում։ Այսինքն, եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, որ ցեղանունը վերջանում է Ք հնչյունով, ուրեմն դա կարող է գրաբարյան Ք լինել, իսկ մուշկերի լեզվից մեզ ըստ էության բան հայտնի չի, այդ դեպքում աշխարհում ինչքան ցեղանուն կա, որ վերջանում է K-ով, պիտի ասենք հայ են։ Այդ թվում նաև ասենք թուրք։ Չէ՞, էլի K-ով է վերջանում։ Անհեթեթ մի տեսակետ է։ Հիմա կմտածեք լավ, այս անհեթեթ տեսակետին ինչի եմ անդրադառնում, որովհետև այս անհեթեթ տեսակետը վերջերս նորից արծարծվեց եւ զարմանալիորեն տեղ գտավ ամերիկյան բուհերում այսօր դասավանդվող History of Armenian People երկաթորյակի մեջ, որի վաղ շրջանի բաժինը գրել էր Ջեյմս Ռասելը, որը բաժինը կոչվում է հայ ժողովրդի ծագումը եւ ուրարտուն, ոչ հնագույն շրջանի մասնագետ է, ոչ սեպագրագետ է, զարմանալիորեն նրան էր տրված գրելու այդ բաժինը եւ խայտարակ սխալներով, անհեթեթություններով գրված մի բաժին է, որտեղ ի թիվս այլ անհեթեթությունների եւ սխալների տեղեր գտել նաեւ այս տեսակետը, որը տասնամյակներ առաջ քննադատվել է եւ որը գիտական ոչ մի քննություն չի բռնում։ Ես սա ցավով եմ ասում, որովհետեւ այսօր ամերիկյան բուհերում ուսանողները, ովքեր որ ուզում են ծանոթանալ հայերի ծագման հետ, պետք է վերցնեն այս երկաթորյակը եւ բացելով առաջի բաժինը կարդան այդ անհեթեթ տեսակետը։ Հուսանք, որ գոնե առաջիկա հրատարակություններում այս անհեթեթությունը կուղղվի։ Այնուհետև ի վերջո սա էլ մերժվեց եւ 1970-ական թվականներից կրկին վերադարձ կատարվեց այն տեսակետին, որ հնդեվրոպական նախահայրենիքը պետք է գտնված լինի առաջավոր Ասիայի հյուսիսային շրջանում, որը հայկական լեռնաշխարհն է, Փոքր Ասիայի արևելյան շրջանները, Միջագետքի հյուսիսը եւ Իրանի հյուսիս-արևմտյան շրջանները։ Այստեղ հայերի ծագումնաբանության հարցը բնականաբար ինքնըստինքյան ընկնում էր իր տեղը, մանավանդ որ Քրիստոսից առաջ 5-ից 4-րդ հազարամյակներում հստակ մենք տեսնում ենք այս տարածաշրջանում է գտնվել հնդեվրոպական նախահայրենիքը, հայերն էլ հնդեվրոպական ժողովուրդ են, հետևաբար այնտեղ շարունակել են գոյություն ունենալ։ Այս տեսակետը ավելի ու ավելի ամրապնդվեց եւ այսօր ավելի է ամրապնդվում։ Մանավանդ որ անցնենք երրորդ վերջին փոքր մի բաժնին, ինչ եմ ասում փոքր, մենք հիմա էկրանին կտեսնենք հայերի մասին այսօր մեր ունեցած հնագույն տեղեկությունները, բայց մենք դրանց հետո անդրադարձ կկատարենք մեր հաղորդումներում։ Ուրեմն ինչ տեղեկություններ ունենք։ Շումերական արձանագրություններում հիշատակվում է Հայաստանի առաջին պետական կազմավորումը Արատտա երկիրը Քրիստոսից առաջ 28-27-րդ դարերում։ Սա համապատասխանում է Աստվածաշնչյան Արարատ Հայաստանի հետ եւ տեղադրությամբ եւ պատկերացումների, այսպես նույնությամբ, ընդ որում Արատտա երկիրը եւ արարչագործության վայրը համարվում եւ ջրեղեղից հետո փրկության վայր։
Արատտայի երկիրը գրվում էր նաև Սուբուր Սուբարտու անվան գաղափարագրով, որը ըստ աքադական աղբյուրների հիշատակվում է Վանա լճի ավազանում։ Այսինքն այստեղ մենք եւս ունենք միևնույն համապատասխանությունը։ Հիմա մենք նայենք հաջորդ ուրեմն մեր պատկերը։ Սուբուր Սուբարտուն ինքը երկլեզու արձանագրություններում համարժեք է համարվում Հայա երկրի հետ։ Հայա երկիրը փաստորեն մեր ժողովրդի ինքնանվան հետ է կապվում, նաև զուգահեռներ մենք ունենք Հայա Աստվածը շումերական դիցաբանության մեջ, մենք ունենք նաև Հայայի որդիների մասին տեղեկությունները էբլայական աղբյուրներում, այնուհետև մենք հիմա դիտենք հաջորդը Արմանի երկրի մասին տեղեկությունները ունենք Քրիստոսից առաջ 24-23-րդ դարերում, ընդ որում աքադական աղբյուրներում Արմանում ձեով է հիշատակվում, իսկ Էբլայի աղբյուրներում հյուսիսային Սիրիայից գտնված հիշատակվում է Արմի ձևով, եւ ի վերջո մենք տեսնում ենք, հիմա մենք հաջորդ պատկերն դիտենք, մենք տեսնում ենք, որ այս ամբողջ տեղեկությունները, երբ որ մենք ամփոփում ենք, Հայա Աստվածը նրա որդին Հայկ Նահապետն է հիշատակվում, որը հնագույն ժամանակներում, երբ որ Աստված էր համարվում, շումերական աղբյուրում կոչվում էր նաև Դումուզի, հարազատ որդի, իսկական որդի, եւ Արատտայի գերագույն հովանավոր աստվածությունն է։ Ամփոփենք վերջին մի բանով, Քրիստոսից առաջ 28-23-րդ դարերում մենք տեսնում ենք, որ հայկական լեռնաշխարհում հիշատակվում են Արատտա, Հայա, Սուբուր եւ Արմանում երկրները։ Սուբուրը դադարում է հիշատակվելուց առաջին հազարամյակից, իսկ Արատտան դառնում է Արարատ, Արմանին Արմենիա, Հայան Հայաստան։ Եվ միանշանակորեն այս բոլոր փաստերը գալիս են մեզ ցույց տալու, որ հայերը տեղաբնիկ ժողովուրդ են, առնվազն Քրիստոսից առաջ 5-ից 4-րդ հազարամյակներից ապրում են, գրավոր հիշատակվում են հայկական լեռնաշխարհում, իսկ 3-րդ հազարամյակի սկզբից սկսած այստեղ ստեղծել են իրենց պետականությունը, կերտել են իրենց մշակույթը։ Այսքանով ավարտենք այսօր, կշարունակենք հաջորդ շաբաթ։ Շնորհակալություն, բարին բոլորիս հետ։